Լուկաշենկոն հայտարարել է, Թրամփի հետ ոչ ոք իրենից ավելի անկեղծ չի խոսում։ Պատասխանելով հարցին, արդյոք ինքը որևէ ազդեցություն ունի Թրամփի վրա, Լուկաշենկոն պատասխանել է. «Ի սեր Աստծո, ընդհանրապես Թրամփը չի սիրում որևէ ազդեցություն, բայց աշխարհում չկա մեկը, ով կարող է նրա հետ ինձնից ավելի անկեղծ խոսել»։ Բելարուսի նախագահը նշել է, որ հիմա ամենաօպտիմալ ժամանակն է ուկրաինական հակամարտության միջնորդության համար, ինչին նա պատրաստ է մասնակցել։ ԱՄՆ-ն կարծում է, որ Ուկրաինային անվտանգության երաշխիքներ պետք է տրամադրի խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո, այս մասին եվրոպացի ներկայացուցիչներին ասել է ԱՄՆ պետքարտուղարը Պոլիտիկոյի հաղորդմամբ։ Ռուբիոն եվրոպացի դաշնակիցներին հայտնել է, որ նահանգները ցանկանում է խաղաղության համաձայնագիր կնքել, նախքան Ուկրաինայի համար որևէ անվտանգության երաշխիք համաձայնեցնել է, հաղորդում է հրատարակությունը։ Կիևի եւ Վաշինգտոնի պատվիրակությունները մոտ ապագայում կրկին հանդիպում կունենան խաղաղության ծրագիրը քննարկելու համար, հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարարը։ CBH-ի խոսքով Ուկրաինայի համար հրադադարի հաստատումը չափազանց կարևոր է եւ Կիևը կոնկրետ արդյունքներ է ակնկալում։ CBH-ն հավելել է, կան զգայուն հարցեր, որոնք կարող են քննարկվել միայն ղեկավարների մակարդակով։ Ուստի ուկրաինական կողմը հետաքրքրված է նախագահներ Զելենսկու եւ Թրամփի հանդիպմամբ։ ՀԱՊԿ-ի աշխատանքներին մասնակցելու վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը նրա ընտրությունն է եւ ասոցիացիայի երկրները հարգում են դա։ Այս մասին ասել է Վլադիմիր Պուտինը Ղրղըզստան կատարած այցից հետո մամուլի ասուլիսում։ Նա ասել է, որ Հայաստանի իրենց գործընկերները նշել են, որ աջակցում են ՀԱՊԿ-ի բոլոր որոշումներին եւ մնում են կազմակերպության մասնակից։